Պարոն Ղազարյան, գիտեք, զարմանում եմ ԿՊԱ-ական գործընկերների վրա, ովքեր ձեր խոսույթը, որ ասում եք չեմ խնդրելու, չեմ պահանջելու կամ այդ որ ինձ ընտրեք, մի հատ խորհուրդ կտամ երեկվա ելույթը պարոն Հարությունյանի լսել, երբ որ պարոն Հարությունյանն ասում է չանցակ։ Այսինքն այս պարագայում, երբ որ ձեր մյուս գործընկերը ներկայացնում էր, խնդրում ասում էր, հայցում եմ նաև որ լիներ, այդ պարագայում վերջում ասում է չանցակ։ Մի դուք ինչ պատասխան եք ակնկալում պարոն Ղազարյանից, բայց իմ հարցը էլեկտրոէներգիայի սակագնին է վերաբերվում։ Պարոն Ղազարյան, ես կուզենայի ձեր կարծիքը լսել, էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացում դուք կանխատեսում եք թե ոչ, որովհետև դա մի կոմպոնենտ չի, մենակ հեծից կախված չի, այլ գործոններ կա, որովհետև մեր շատ քաղաքացիներին հուզում է առնվազն, որպես մասնագիտական նաև ասեմ, վերջի 2 տարում իմ գնահատմամբ արհեստականորեն ինչ-որ զսպաշապիկ ա եղել կամ այս պարագայում սեփականատիրոջ բարի կամքի դրսևորում ա եղել, որ սակագինը չի բարձրացել։ Հիմա կխնդրեմ ուղղակի ձեր կարծիքն եմ ուզում լսել էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։ Շնորհակալություն։ Մի վարքյան պարոն Ղազարյան, հարգելի գործընկերներ, աղմուկը նորից շատացավ դահլիճում։ Նախապատմությունից սկսեմ, 15 թվականի հոկտեմբերին ձեռք բերելուց, ինչպես նշել եմ, ստեղ բազմաթիվ մարդիկ, եթե սխալվում եմ, կարող եք ասել, մասնակցել են Էլեկտրիկ Երևան այդ նախաձեռնությանը, նախորդ սեփականատերը 17.08 դրամ ուզում էր բարձրացնել հոսանքը, պետությունը բարձրացրեց 7 դրամով, այնուհետև խնդրանք, Սամվել Կարապետյան, իսկական հայ, որը պետք է դա ձեռք բերեր, այդ մարդուն գտնելը դժվար էր, բայց գտան, հավատացեք։ Եվ մինչև 25 թվականի հունիսը ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, եթե անգամ տեղի ունեցել պարոն Մանուկյան սակագնի բարձրացում, հեծը կապ չի ունեցել, то есть սակագինը բարձրանում է, երբ որ արտադրող կազմակերպությունները, հեծը, տեղափոխող կազմակերպությունը դիմում են հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին, ասում են չեմ հերիքացնում, բարձրացրու կամ ՀՑԿՀ-ն ամբողջ էներգոհամակարգի բալանսը չափում է, տեսնում է մինուսավոր է, ստիպված պիտի բարձրացնի։ 25 թվականի լավ հիշում եմ, հենց այդ օրը, երբ որ իրենց տանն էինք, այդ այսպես ասած շոուն, որ ուզում էր կազմակերպվել, չհաջողվեց իրեն տանելու, հենց այդ օրը ինձ ասեց Դավիթ, ես չգիտեմ ինչա լինելու, բայց դու իրավունք ունես հայտարարես, որ եւս 10 տարի չեմ բարձրացնելու անկախ որևէ հանգամանքից, անկախ որևէ մնացածից։ Սա ասում եմ դուք պատկերացնեք։ Դրանից հետո ուղիղ, երևի, չգիտեմ, մի 10 անգամ ես եմ հորդորել հանձնաժողովի նախագահին, ասել եմ, լավ, 2 տարվա գարանտիա տուր։ Մի ասա 10 տարի, 2 տարի, չի կարողացել ասի։ Հիմա պարոն Մանուկյան, ինչ վերաբերում է ձեր ասածին, նախորդ տարի նոյեմբերի, եթե չեմ սխալվում, տարին փակվում էր հեծը 6 միլիարդ դրական բալանս ուներ կոնկրետ, կարծում եմ լավ աշխատանքի արդյունքում էր, իսկ ընդհանուր համակարգի բացասական բալանսը բերեց նրան, որ հեծը, իմիջիայլոց ասեմ, այստեղ ֆինանսիստներ կան, ամբողջ էներգո համակարգի բալանսը հաշվես ընենց, որ գա կանգնի 0-0, ես չեմ հավատում այդ հաշվարկներին։ Բայց այստեղ մի խնդիր կա։ Ուղիղ 6 ամիսը ասում եմ կարակ բացատրեք ատոմակայանի համար, որ նախատեսել եք 12 միլիարդ դրամ այլ ֆինանսական եկամուտ։ Այդ ի՞նչ է։ Ատոմակայանը այլ ֆինանսական եկամուտ որտեղից պիտի ունենա։ Հիմա հարց. արդյոք չեմ կարող ունենալ հիմնավոր կասկած, որ կիլովատը սակագինը պետքա թանկանար, 12 միլիարդ ինչ-որ ձևով, ինչ-որ տեղից դրել են ատոմակայանին այլ ֆինանսական եկամուտ, որպեսզի զսպեն, գիտեք ինչի համար, նախընտրական տարի էր։ Հիմա այս ամբողջը համադրելով, ուղղակի հիմա որ համակարգի մեջ չեմ Պարոն Ղազարյան, թողեք արձագանքի, պարոն Մանուկյանը կշարունակեք, արձագանք։ Պարոն Ղազարյան, խնդրում եմ շարունակեք ձեր միտքը ու ձեր կանխատեսումը, որովհետև իմ կանխատեսմամբ, եթե չլինի պետության ֆինանսավորում կամ լրացուցիչ գումարի տրամադրում, սակագնի բարձրացում է մեզ սպասվում։ Ձեր միտքը ամբողջականացրեք, խնդրում եմ։ Ես
համակարծիք եմ ձեզ հետ, հաշվի առնելով նախորդած իմ ասածը, որ եթե ասում եմ հաստատ, դիմացը չեմ դնելու քաղաքական գնահատական, որովհետև դրան դեմ եմ, հետևից ինչ ուզեմ ասեմ, բայց համենայն դեպս կարող եմ ունենալ հիմնավոր կասկած, որ էներգետիկայի ոլորտում եղած խնդիրները, այդ թվում էս պարագայում ես անգամ արդեն հեծի դիմումով, այո, բարձրանալու է սակագինը, պատճառները բազմաթիվ են, ես ցանկանում եմ ձեզ հորդորել, հարգելի ԿՊ ֆրակցիայի падգամավորներ, եկեք իրար հետ աշխատենք կոնստրուկտիվ, իշահ մեր ժողովրդի։ Ես ինչի համար եմ ասում, որովհետև երբ որ մեր ժամանակ ոչ մեր, այսպես ասած, մեղքով հոսանք էր անջատվում, բոլորը շատ ակտիվ էիք, անգամ օրենք էիք փոխում։ Հիմա ամբողջական մարզեր են անջատվում, տարածքներ, երեք ասում էին կառավարչի Հայրենի Աբովյանում 24 ժամ լույս չի եղել։ Այդքան բան։